Սիրելի գյումրեցիներ, 27 տարի անց է 88-ի աղետից, սակայն մեր քաղաքի 96 տնական տնտեսություններում առկա է դեռևս 3270 տնակ, որոնցից բնակեցված է շուրջ 2500-ը, մոտ 8000 մեր համաքաղաքացիներ շարունակում են ապրել անմարդկային պայմաններում, առանց կոմունալ հարմարությունների, առանց նորմալ ջերմության, ապրելակերպ, որը բազմաթիվ հիվանդությունների եւ առաջի հերթին հոգեբանական խնդիրների պատճառ է։ Մեր քաղաքի մյուս երկու կարևոր խնդիրների հարցում կան լուրջ տեղաշարժ։ Երկրորդական փողոցների խնդիրը սկսել ենք լուծել տուֆով սալիկապատելու ճանապարհով, իսկ աշխատատեղերի հետ կապված կան լուրջ ներդրումային ծրագրեր։ Գլխավորը մնում է տնակներում բնակվող մեր հայրենակիցների հարցը։ Պարզ է, որ քաղաքային բյուջեով հնարավոր չէ լուծել այս խնդիրը, քանի որ բոլոր տնակների բնակիչներին բնակարանով ապահովելու համար պետք է 40-ից 50 միլիոն դոլար։ Սակայն ակնհայտ է նաև, որ մենք չունենք իրավունք այլևս սպասելու։ Գյումրին պետք է իր մեջ ուժ գտնի ներքին համախմբման եւ հրցկվելու համար, որպեսզի կարողանա իր գլխավոր խնդրի շուրջ համախմբել համայն հայությանը Հայաստանում եւ Սփյուռքում։ Մոտակա օրերին ես ձեր քննարկմանը կներկայացնեմ Գյումրին առանց տնակների ծրագիրը։ Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած գաղափար եւ առաջարկ։ Գյումրին առանց տնակների ծրագրի համար անհրաժեշտ է ձևավորել լրիվ թափանցիկ հիմունքներով գործող եւ հասարակության վերահսկողության տակ գտնվող հիմնադրամ։ Այս նպատակի համար կկազմակերպվի նաեւ դրամահավաք։ Նաեւ ասեմ, որ հիմնադրամում առաջին ներդրումը ես եմ անելու։ Որպես ծրագրի մեկնարկ ես բնակարան կնվիրեմ տնակում գտնվող բազմազավակ մի ընտանիքի, որը կընտրենք վիճակահանությամբ։ Եվ երդվում եմ, որպես Գյումրու քաղաքապետ, աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի, եւ թող Աստված օգնի մեզ դժվարին այս գործում։